Եկեք միասին բացահայտենք Եվրոպայի ամենասիրուն Քրիսմաս մարկետներից մեկը։ Խենթանում եմ Երևանի օդանավակայանի համար ամանորին, որովհետև այս տոնածորի համար գրվում եմ ես։ Ու նայեք ես ինչ ունեմ։ Ասա ինստայի համար նոր unboxing կնկարեմ, բայց դե այստեղ արդեն չեմ տեղադրել։ Այստեղի համար կլինի unboxing։ Պարզվում է իմ հեռախոսը մեր ճամպրուկի գույնին է։ Բայց այս թիթիզ բաներ ուղղակի փաթեթավորեցինք արդեն այստեղ, այլ չենք կարող սենց սիրուն ֆոտո անել։ Ամանորյա հրաշքը սկսված է։ Ինչ էլ ենք ինքնաթիռությունն է գալիս, ինչ ամես է։ Երևանում ձյանը կարոտ ենք մնացել։ Ուղղակի բլոկներն են լավ։ Եթե չուները։ Շատ ամես է։ Չայքինը ինքնասպասարկում ամեր հոթելում, սենց էկրան կա դրված, որի վրա ինքնորեն ինքնասպասարկվում ենք, հիմա պետք է սենց կարտոչկան վերցնել, հնել այստեղ, այստեղ, վերջ։ Սաղդատ իշու այգում ասուտում ատում է։ Վերջ, հիմալ քեյսերը կվերցնենք բանալի ու կգնանք։ Ես Վիեննայում եմ ու այստեղ ամենասիրուն Christmas մարկետներից մեկը, սա մուտքն է ու հենց հիմա գնում ենք իրար հետ տեսնելու ինչ կա չկա։ Տեսքիցս չվախանաք շոտ ցուրտ է։ Սիրուն խանութիկներ են 10-ին 3 հապակաս կարծում եմ մի քիչ շուտ ենք եկել, որովհետև մեծ մասը դեռ փակ են կամ նոր են սկսում բացվել։ Դասեք օրինակ առուսել կա, բայց փակ է։ Անեք, հեսա փակ է։ Մի խոսքով սա պատտվենք տեսնենք ինչեր կան բաց։ Christmas market-ում ամենասիրուն բաներից են խաղալիքները։ Ծխամորճով ծմոր պապիկն է։ Ինչ զեյթունի հոտ է գալիս ես։ Ծխադուրս գալիս։ Այս էլ հոտերն են, կարելի առնել ու տան մեջ օրինակ այս ծմար պապիկով կամ այլ հարմարանքով հոտ է տարածել։ Ինչ կա այստեղ էլ են խաղալիքներ։ Հայտից խաղալիքները բավականին ակտուալ են, փաստորեն։ Ու վստահ եմ, որ ձեռագործ են, բինակյան է։ Վայ, սա Մոցարտն է, մի րոպե, աչքս տեսավ։ Լավն է։ Այստեղ էլ համովիկներ են։ Սրանից մեր դպրոցի բակում վաճառում էին։ Կերել ես դրանից։ Սենց խնձորը հա շաքարը։ Մյուս համը չեմ հիշում։ Այս ինչ սիրուն խաղալիքներ են։ Սրանք կեշ են, ասել։ Սենց ընդհանուր է սիրուն, բայց ոնց որ անհատապես ոչ մի սիրուն բան չկա։ Վայ, ես էլ հին նայեք են սովետական խաղալիքներից ոնց որ լինի։ Ես գնում Հայաստանից կարա տոմասան է։ Մի խաղալիքի գնում, ինչքան են։ 25 եվրո, 28 եվրո։ Այս էլ է սիրուն, մոմակալ է։ 19.90 եվրո է։ Ուր է։ Ուր է թվարունք։ 7 եվրո։ Այս է սիրուն։ Այն հավես է, որ սենց տոնածառի պես կախել են վերևից, այդ պահերն է սիրուն։ Այս էլ է հավես։ 15 եվրո։ Այս էլ է լավ։
Օթապարիկով ձմեռ պոպիկա։ Նման սուվենիր տոնածառի խաղալիք կարելի է գնալ 9 եվրոյով 8.90 սենց էլ կա 10.90 մի խոսքով ոնց որ գնացինք խաղալիքներից նենց սուրտը այս տաղավարում վաճառում են իրենց հայտնի կեքսիկները ու իրականում շատ սիրուն է որ տաղավարները յուրահատուկ ամտածված այստեղ ինչ են վաճառում չգիտեմ երևի ինչ-որ բուլոչկաները այս ինչ է ամենակախարդական տաղավարն եմ գտել այսօրի հիմա սենց ծորդ պրորու են ոնց են սիրուն են ինձ սոյա դուր գալիս ինչ է սենց լինում Սրանք են հավաս Եվս մեկ կախարդական տաղավար եմ գտել Նայնք Ես որ փոքրի այս դեկորները շատ էի սիրում Հիմա անտարբեր եմ, որովհետև իրենց վրա փոշի են նստում ու մաքրողը ես եմ դրում եմ անտարբեր դարձել ինձ թվում է Խոզուկ Հավեսա Շատ սիրուն տաղավար եմ գտել Շատ սիրուն դեկորներով Բայց նոր հումոր էինք անում, ասում եմ Երևանից Վիեննա թռիչքիտով ստավելի պատճելի է կանած դեկորների արժեքը, որովհետև նեկօրինակ ես սա եմ հավանել, բայց 70 եվրո է, այս սա եմ շատ հավանում, ալի 69 եվրո, ինչ կարելի էլի ինչ-որ բան հավանել, ես գնացքով է, վերևի գնացքի պես էր, ես էլա շատ քով ես, մի խոսքով, չգիտեմ, ամեն վիդեոյի ժամանակ ասել եմ, որ ծուրկ, այսել պեչինտներ են, ինչ լավն է, հավեսա, այս տարի Երևանում չեմ հասցրել զբոսնել ու ամանորյա դեկորների չեմ հասցրել տեսնել, մենակ մի պահ Season CI-ի գնացի, երեկան 8 ժամի էր, բայց շատ սիրուն էր ամեն ինչը, ու իրականում ճիշտ այստեղ Ցերեկով եմ եկել լուսավորությունը դեռ չեմ տեսել եւ այլն, բայց իրականում Երևանինը շատ ավելի սիրուն էր լուրջ։ Գտել են հոթդոգեր։ Ահա։ Պետքա հիմա հոթդոգ ուտենք։ Բայց այն Լենից տեսնելուց։ Պաներով են մեր հոթդոգերը։ Համով է։ Ես էլ փորձեմ։ Ես իրականում ներփերշիկ չեմ սիրում, բայց անցյալ տարի, որ ստեղ կերա, վերջին օր ասում կարող եմ մի հոտել ուտենք նոր գնանք։ Այդ էլ չսիրողն է, էլի։ Այդ համովա։ Անվանական բաժակների գլխարկների տաղավար եմ գտել, բայց ամենահետաքրքիրը, որ հիմա անունով եմ գտել։ Համարյա, էլի։ Հասի։ Ու ինչ անտիկվար անուններ են, մեկը հասի Պաստորեն ստեղ ակտուալ է երևի Այս անգամ այս վլոգում չեմ պատմելու ձեզ քաղաքի կոլորիտի մասին, որովհետև իմ էջում կա Վիեննայի մասին վլոգ, երբ մենք նախորդ տարի էինք եկել ու այդտեղ ամեն ինչ պատմել եմ ձեզ Այնպես որ եթե դեռ չեք նայել, գնացեք նայեք Եկել ենք երկրորդ Christmas market-ը, Stephen's Plaza-ի մոտը Իհարկե այս հրաշքին թողած Christmas market-ներին նայելը մի քիչ դժվար է եւ մի քիչ լավ չի, բայց ամեն դեպքում այսօր մարդիկ գալիս են դրա համար իդեպ այստեղ կա բաժակների վարձույթ մի զարմացեք այո հիմա ես ձեզ ցույց տամ նայեք մարդիկ խմում են հենց այդ բաժակներով իրենց ուզած խմիչքը թեյը տաք շոկոլադը սուրճը նայեք այս են բաժակները ու այստեղ կարող ես վարձակալել բաժակը 5 եվրոյով եւ հետո պատվիրել քո նախընտրած ըմպելիքը որ լցնեն այդ բաժակի մեջ բայց ես վիդեոներում տեսել եմ որ այն ոտիկ
բաժակների կա, դրանցից էին վարձակալում, ուղղակի հիմա չենք գտնում, ոչ նախորդ մարկետում գտանք, ոչ էլ այստեղ։ Հիմա փորձենք դրանից գտնել։ Մենք էլ նախորդ տարի որ եկել էինք, այստեղ կարուսելի կար դրած, ու ես ու Նարեն նստել էինք այդ կարուսելը։ Իմ նախորդ վլոգում Վիեննայից այդ հատվածը կարող եք նայել։ Բայց խնդրում եմ հիանանք իրար հետ այս գեղեցկությամբ, ու հետո արդեն մարկետները ձեզ ցույց կտամ։ Այս հատվածում տորդելնի կա, հիշում եք չէ, որ Պրահայում բավականին համեղը փորձում էինք, բայց ես տորդելնիկը դատարի կա։ Մեջը միջուկ չունի, չգիտեմ համեղ կլինի, թե չէ։ Առանց միջուկի էր տորդելնիկը։ Ես մետ վիեննական քաղցրիկ կա, դրանից եմ հիմա փնտրում, տեսնեմ որտեղ կգտնեմ, դրանից եմ ուզում ուտել։ Գտել ենք բաժակներից, հեսա, բայց սենց էրին, մի քիչ ուրիշ էր, ավելի սիրուն էր, մի քիչ բայց ուսել է լավա։ Քաղցր էի ուզում Christmas market-ում չգտանք, բայց սենց smoothie բոլ գտա, սառը smoothie է, ու այս ցրտին։ Համաձայն եք, որ շատ սիրուն է ձևավորումը, ու այսպես հիմնականում բոլոր խանութները ամենօրյա սիրուն ձևավորումներ ունեն։ Այս փողոցն էլ վստահ եմ, որ գիշերով շատ սիրուն է լինելու, որովհետև լուսային էֆեկտներ կան ու կարծում հավես կլինի։ Այստեղ պատրաստում են վիեննական, չգիտեմ ինչ, անունը չգիտեմ, բայց ես անպայման ուզում եմ ձեզ ցույց տալ հերթը, ու ես նախապես էլ տեսել էի, որ սա շատ համեղ բան է, բայց եկեք մեկ նայենք հերթը, էլի խնդրում եմ։ Հերթը, զգացեք հերթը։ Մինչև գիտեք ուր հասնում, չգիտեմ մենք այդքան համբերություն կունենանք, թե չէ սա փորձելու համար, որովհետև հերթը իսկապես շատ է ու իրականում վստահ չեմ, որ մարքեթինգային ինչ-որ քայլ չի նման հերթ գոյացնելը, վստահ չեմ, որ այսքան համով է, որ սենց հավաքվել են մարդիկ։ Christmas market համար 3 Հահա, հասել ենք։ Տեսնենք այստեղ ինչ կա չկա։ Այստեղ մարդիկ ավելի քիչ են։ Տեսեք գոնե այստեղ երաժշտություն է միացրած։ Ինչ bar and hot drinks բաներային ինչ-որ բաներ են տեղ ուտելիքային բայց ոչ ուրիշ հետաքրքիր բան մենակ ուտելիքներ են ամեն տարածքում որտեղ փոքրիկ այգի կա վերցրել են տարածքը դրել են նմանատիպ փոքրիկ տաղավարներ մեկը փակել բայց մյուսները որոնք տեսակ ու անունը դրել են Christmas market այս մեկը ուտելու մասին էր, բայց տարածքը սիրուն է իհարկե։ Այն մյուսներում բնականաբար ավելի շատ մարդիկ կային ու ավելի ակտիվ էր, որովհետև ավելի շատ էր քաղաքի կենտրոնում։ Մենք այստեղից գնանք շատ նորմալ նստենք ներսում ռեստորան, մի հատ տիպ ինչ-որ տեղ հաց ուտենք, հետո մի փոքր կհանգստանանք ու երեկոյան արդեն սիրուն լույսերով, գույներով Christmas market-ները կտեսնենք։ Այստեղ բացի Գլինտվեյնից նորաձև է նաև եւ շատ ակտուալ է պունչը։ Ես գրեթե խմել վերջացրել եմ, ուզում եմ կարծիքը ասել։ Բավականին համեղ էր, ես վերցրել էի նարնջով տարբերակը, ցիտրուսային, բայց կար խնձոր ջին միքսը, ինքը այո, նարնջով տարբերակը եւս ալկոհոլային է, ոչ շատ լավն էր տաք, ու սենց ջերմացնող հավես, մի խոսքով շատ համով էր։ Իրենք էլ տալիս են նման բաժակներով եւ տալիս են հետը կոպեկի նման մի բան, բաժակը 5 եվրո է, բաժակի պրակատը։ Եվ երբ այդ կոպեկը վերադարձնում ես բաժակի հետ միասին, քո 5 եվրոն քեզ են վերադարձնում։ Համովա։ Եկել ենք ավստրիական բրեզել ուտելու։
տարբեր տեսակներ կա։ Հիմա ամենաբարձը ընտրությունն է, որից ուտել։ Čo երևի են շոկոլադապատից։ Կամ սա։ Չէ, այդ չէ, մի րոպե։ Հա, նույնն է։ Չգիտեմ որից ուտեմ։ Երևի էսպես, այն նույնն էր քոչից տվածներ։ Ինչ երել է։ Սա շոկոլադապատ բրեզելներ։ Ու կա նաև աղի տարբերակը պիցայով, պաներով, մի խոսքով ամեն ինչով տարբերակները կա ու բավականին համեղ է։ Հացա։ Ոչ մի առանձնատուկ կվեն, բայց ներսում էլ քաղցր միջուկ կա։ Այսինքն գաթայի պես ասենց ոնց որ շաքարավազը կարակի հետ հարած, խորիզի պես ինչ որ մի բան է ներսում ու վրան շոկոլադապատ է եւ նուշի հատիկներ։ Christmas market-ները երեկոյան ժամերին բնականաբար շատ ավելի սիրուն են, բայց չգիտեմ թե որքանով են իրականացել ձեր սպասելիքները ու իրականությունը։ Ամեն դեպքում ասեմ, երբ որ տարածքում ես, հենց այստեղ ես շատ հետաքրքիր է ու շատ ուժեղ կախարդանք կա այս ամեն ինչի մեջ։ Այնպես որ եթե դուք հնարավորություն ունենաք, առաջարկում եմ գաք ու վայելեք այս Christmas market-ները։ Եվրոպայում շատ սիրուն են լինում։ Հայաստանում նույնպես իդեպ, նրանց որ քանի դեռ Հայաստանում էլ կան, օրերն են չեն վերջացել, գնացեք, վայելեք այդ ամեն ինչը ու իհարկե թող տարին լավագույնս ավարտվի ու լավագույնս սկսվի բոլորիս համար։ Շնորհակալություն, որ նայեցիք իմ վիդեոն։ Բայ բայ։